Բարեկալուզ մեր Աստվածաշնչի հերթական ճամփորդությանը այսօր միասին կուսումնասիրենք երրորդ թագավորաց 17 եւ 18 գլուխները։ Այս գլուխներում Աստված Եղիա մարգարեի միջոցով ցույց է տալիս, որ միայն ինքն է կենթանի եւ ճշմարիտ Աստվածը։ Երաշտի ժամանակ նա գերագրում է Եղիային ակրավների միջոցով, ապա Սարեփթայի այրու տանը, որտեղ ալյուր եւ յուղ չեն պակասում յուղը։ Այնուհետև Աստված Եղիայի աղոթքով հարություն է տալիս այրու որդուն, իսկ 18-րդ գլխում Կարմեղոս լեռան վրա տեղի է ունենում մեծ հանդիպում Վահաղի մարգարեներին եւ Տերը կրակ է ուղարկում երկնքից ցույց տալով, որ միայն ինքն է ճշմարիտ Աստվածը։ Այս պատմության մեջ մենք հստակ տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, ինչպես այրու որդին կյանքի վերադարձավ Աստծո զորությամբ, այնպես էլ Հիսուսը հարությունն է եւ կյանքը։ Նա ոչ միայն հարություն տվեց ուրիշներին, այլ իր մահից հետո ինքը հարություն առավ հաղթելով մահին։ Իսկ երկնքից եկած կրակը, որը ընդունեց զոհը Կարմեղոսում, մեզ հիշեցնում է, որ Հիսուսը դարձավ կատարյալ զոհը, որին Հայրը լիովին ընդունեց մեր փոխարեն։ Եղիան ժողովրդին հարցրեց. «Մինչև երբ պիտի կաղաքի երկու կողմի վրա»։ Այդ հարցը հնչում է նաև այսօր։ Մենք չենք կարող միաժամանակ ծառայել Աստծուն եւ մեր կուռքերին։ Լինի դա փողը, փառքը, հաճույքը կամ մեր սեփական եսը, կամքը, Հիսուս Քրիստոսը մեզ կանչում է ամբողջ սրտով հետևելու իրեն, որովհետև միայն նա է կենթանի Տերը, որ տալիս է կյանք, ներում եւ փրկություն։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ, կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի շատերը լսեն Աստծո խոսքը։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։